ուրախ եմ տեսնելու այստեղ հավաքված մեր այսօրվա մոնավորականության և դիվանագիտության ներկայացուցիչներին և պատիվ ու ուրախություն ունեմ նաև իմ խոսքը ասելու այս համաժողովից հայ եկեղեցու հատկապես և միջեկեղեցական դիվանագիտության մասին, որը մշտապես կապված է եղել Հայաստանի Հանրապետության պետականության զորացման և արտաքին քաղաքականության հաջողությանը։ Թե որքանով է դա ճանաչվում, ընդունվում, գնահատվում, ի վերջո այս ամենը ինչ արվում է ոչ թե գնահատանքի կամ ճանաչումի համար, այլ մշտապես արվում է այն, ինչը փոխում է մեր ազգի, պետության, պետականության և համազգային շահերից։ Ուրեմն նախ մի փոքր նախաբանդ, որովհետև շատ ընդունված չէ խոսել միջկրոնական, միջեկեղեցական դիվանագիտություն, միշտ դիվանագիտությունը պատկերացնում են, որ սա քաղաքական դիվանագիտություն է, միջպետական հարաբերությունների դիվանագիտություն է, բայց պարզվում է, որ գոյություն ունի նաև միջկրոնական և միջեկեղեցական դիվանագիտություն, որը ընդհանրապես ենթադրում է ինչու է դիվանագիտություն, որտեղ գործածվում է բանակցության և խոսքի ուժը։ Եվ որտեղ կա բանակցություն, այնտեղ պետք է լինի դիվանագիտություն։ Ցավոք, այսպիսի մի խոսք կա, որ ասում են, որտեղ դիվանագիտությունը պարտվում է, սկսում է պատերազմը, մենք էլ մշտապես այդ դիվանագիտությամբ փորձել ենք կանխել պատերազմ, ասած բաները, հակամարտություններ և սրանք ոչ միայն քաղաքական կարող են լինել միջկրոնական, կարող են լինել միջեկեղեցական, կարող են լինել նույնիսկ ներեկեղեցական։ Այսպիսով ուրեմն սա մի եզակի կարևոր համադրություն է այս դիվանագիտությունը, որ միավորում է կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական տարրերը միասին։ Եվ այս դիվանագիտության միջոցով է, որ Հայաստանի Առաքելական եկեղեցին բավական ակտիվ դեր է խաղում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև միջազգային տարբեր հարցերի լուծման վրա որոշակի ազդեցություն ունենալով։ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում հայ առաքելական եկեղեցու այս դերը տարբեր եկեղեցիների միջեկեղեցական և միջկրոնական կապերի միջոցով բավական ժամանակ է, որ կապում է Հայաստանի արտաքին հարաբերությունները տարբեր պետությունների և տարածաշրջանների հետ, ինչպես նաև կարող է ասել աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ Այսպիսով հայ եկեղեցու դերը միջազգային հարաբերություններում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը անշուշտ արտացոլում է երկրի կարճ ժամանակի պատմության ընթացքում ունեցած ռազմավարական նշանակություն, հատկապես իր աշխարհաքաղաքական դիրքը, որը առնչվում է տարածաշրջանային և գլոբալ ուժերի միջև հավասարակշռությամբ։ Սակայն այս համատեքստում հայ առաքելական եկեղեցին ոչ միայն կրոնական հարցերով է զբաղվում, այլ նաև կատարում է որոշակի դիվանագիտական աշխատանք, որն ուղղված է Հայաստանի արտաքին շահերի պաշտպանությանը։ Հայ եկեղեցին հանդիսանում է կարևոր կապող օղակ Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև ունի գործառույթներ նպաստելու Հայաստանի նկարագրի միջազգային իմիջի ամրապնդմանը, նաև
մեր եկեղեցին մշտապես իր ներդրումն է ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ հարցերում, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերվում են մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատությունների, մշակութային ժառանգության պահպանության, ցեղասպանության ճանաչման և ազգային ինքնության թեմաներում։ Շատ օրինակներ կարող ենք բերել, հիմա ես ընդհանուր ավարտելուց հետո որոշ հիմնական օրինակները կբերեմ այս առնչությամբ, որոնք ժամանակի ընթացքում տարբեր կերպերով են արտահայտում և տարբեր միջոցներով են կատարվում։ Միջեկեղեցական դիվանագիտություն և ըսություն։ Հայաստանը լինելով աշխարհագրականորեն փոքր երկիր ունի մեծ գլոբալ նշանակություն ունեցող ըսություն։ Այն տարածված է ամբողջ աշխարհում։ Հայկական սփյուռքը հանդիսանում է մի կարևոր սոցիալական, մշակութային, նաև դիվանագիտական ռեսուրս, որը կարևոր ազդեցություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Հայ եկեղեցին, որպես համազգային պատմական մի հաստատություն, վերկուսակցական և բոլոր հայերի, անկախ իրենց ապրելու տեղից, անկախ իրենց քաղաքական կուսակցական պատկանելությունից, ուզում եք իմանալ նաև անկախ իրենց դավանական հարանվանային պատկանելությունից, նկատվում են որպես մեր զավակները, այսինքն մեկ պարտականություն ունենք նրանց կյանքի և հոգևոր ու ոչ միայն հոգևոր խնամքի համար։ Եվ այսպիսով այս հենց վիճակով մշտապես կապի մեջ է հայ եկեղեցին աշխարհի բոլոր երկրներում գտնվող հայ եկեղեցիների և հայկական կազմակերպությունների հետ և միջազգային միջավայրում Հայաստանի շահերի պաշտպանությունը այս միջոցները գործադրելով ապահովելու համար։ Հայ եկեղեցու միջեկեղեցական դիվանագիտությունը նաև անդրադառնում է այնպիսի հարցերի, որոնք կապված են դավանական հակասությունների լուծման հետ։ Միջեկեղեցական հարաբերությունները թե ազգային մակարդակում, թե միջազգային դաշտում կարող են վերածվել դիվանագիտական գործիքների, օգնելով Հայաստանում ամրապնդել իր միջազգային դիրքերը, հատկապես հակառակորդ պետությունների հետ հարաբերություններում։ Միջեկեղեցական դիվանագիտությունը նաև ուղղված է այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնք նպաստում են բարոյական սկզբունքների տարածմանը, հիմնված համամարտկային արժեքների վրա, ինչը կարևոր է Հայաստանի հեղինակության համար, որպես խաղաղության կողմնակից երկիր։ Ձեզ ասեմ, որ մի փոքր ուղղակի ծանոթություն, միջեկեղեցական հարաբերությունները բոլոր ժամանակներում եղել են, քանի եկեղեցիները եղել են և բաժանված են եղել տարբեր հարաբերությունների և կրոնները հատկապես սկսած 7-րդ դարից հետո, երբ իսլամը հարևանությամբ մեզ հետ, մեր եկեղեցու հետ ապրում էր և ոչ միայն հարևանությամբ, այլև մեր երկրի մեջ մշտապես եղել են այդ կապերը։ Բայց այդ կապերը եղել են սպոնտան, ասենք, և կարիքի ժամանակները։ Ձեզ ասեմ, որ միջեկեղեցական հարաբերությունները հատկապես իրենց կարևոր դերը սկսեցին ունենալ 20-րդ դարասկզբից, մասնավորապես առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և առավելապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվեց մի ուրիշ պատերազմ, Սառը պատերազմ։ Եվ այստեղ եկեղեցիները, քրիստոնեական եկեղեցիները, հարանվանությունները
որոնք ներկայացնում էին իրենց ժողովուրդները, իրենց ժողովուրդների միջոցով իրենց պետությունները եւ կարող էին ազդել միջպետական հարաբերությունների վրա համընդհանուր խաղաղություն ունենալու նպատակով այստեղ ուրեմն կամաց ստեղծվեցին այս միջկրոնական հաստատությունները եւ 1948 թվականին արդեն ստեղծվեց եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որից հետո նաև Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսը։ Այսպես հետո ստեղծվեց Ամերիկայում Ամերիկայի եկեղեցիների խորհուրդը եւ բոլոր բազմակրոն երկրներ ունեն իրենց տեղական եկեղեցիների խորհուրդը, որտեղ տարբեր հարաբերություններ միավորվում են մեկ ընդհանուրի մեջ եւ ինստիտուցիոնալ հարաբերությունների մեջ են մտնում, որը դառնում է իսկապես դիվանագիտական հարաբերություններ ի նպաստ համամարտկային համերաշխության եւ որովհետեւ եկեղեցին որևէ ժամանակ պատերազմ չի քարում, որևէ ժամանակ բռնություն չի քարում։ Եվ այսպես ես կարող եմ ասել ոչ միայն քրիստոնեական մեր դավանանքի, այլև մյուս դավանանքների, մյուս կրոնների ևս, որոնց խեղաթյուրման ժամանակ է միայն, որ կարող է բռնություն քարոզվել եւ ոչ բարություն։ Ճշմարիտ հավատացյալը երբեք չի բռնվում։ Ճշմարիտ հավատացյալը մշտապես գիտի, թե իմացինը նույն Աստծո ստեղծած արարածն է եւ իրավունք չունի նրա կյանքի բռնանալու։ Այսպիսով ուրեմն ստեղծվեց եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսը, որին հայ եկեղեցին առաջին իսկ օրվանից կատարել է այդ շարժմանը, նույնիսկ խորհրդային տարիներին կարողացել է մասնակից լինել եւ 1962 թվականին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Հայաստանյան Առաքելական եկեղեցին դարձավ պաշտոնական անդամ եկեղեցիների համաշխարհային խորհրդի, որը որ շատ կարևոր ձեռքբերում էր մեզ համար։ Խորհրդային տարիներին բնականաբար եկեղեցին միջազգային խաղաղության հարաբերությունների մեջ շատ կարևոր դերակատարություն ուներ, շատերը հիշում եք նաև երևի թե Վազգեն առաջին կաթոլիկոսի խաղաղարարի դերը եւ նրա հեղինակությունը միջազգային ասպարեզներում, բոլոր միջազգային ասպարեզներում եւ անշուշտ Հայաստանի անկախությունից հետո հայ առաքելական եկեղեցին, որ կարողացավ ավելի ակտիվ ազատ գործունեություն ծավալել եւ իր առաքելությունը ավելի ակտիվ կերպով առաջ տանել, շատ կարևորվեց նաև միջկրոնական եւ միջեկեղեցական հարաբերությունները։ Եվ այս ամենը մշտապես արվել է իշա մեր ժողովրդի ազգային եւ համազգային շրջանում։ Երբ ես ասում եմ ազգային եւ համազգային, սրանք ինչ-որ ձևով ցավոք երբեմն չեն համարվում։ Ազգային շահեր ասելով պետականության, պետության շահերն են, համազգային շահերն են, գիտեք, որ մենք ունենք մեր արդեն դար տևող հատկապես ցեղասպանության հարցը եւ սփյուռքի գոյության, գոյատևման եւ շուտացման շատ կարևոր մենք սփյուռքը հնարավորինս կարողանանք պահել, պահպանել իշա Հայաստանի պետության եւ պետականության։ Անշուշտ ժամանակները փոխվում են, երբեմն
փոխվում են արժեքների վրա շեշտերը, բայց արժեքները երբեք չեն կարող փոխվել։ Այն արժեքները, որ հայ ժողովուրդը ստեղծել է եւ կրում է, այն արժեքները, որի վրա հիմնված է հայ ինքնությունն ու քաղաքականությունը, երբևէ չեն կարող փոխվել։ Բայց ժամանակի ընթացքում որոշ շեշտեր կարող են դրանց վրա փոխվել, մեկը առաջնային լինի, մեկը ոչ առաջնային, եւ իհարկե դա ոչ նորաբության կարող է տրվել եւ ոչ էլ կարող է գալ մեր ինքնության։ Մեր եկեղեցին այս դիվանագիտական բոլոր միջոցները, ինչպես նաեւ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, միջկրոնական շատ կարևոր դիալոգները նորից են կրկնում, արել է զուտ իշար մեր ժողովրդի բարօրությանը։ Մի քանի օրինակներ ընդհանուր այս պատկերը տալուց հետո, օրինակ հենց մեր Հայաստանի երրորդ անկախ հանրապետության ստեղծման օրերի սկզբից եւ փոքրիչ առաջ 1988 թվականին երբ տեղի ունեցան Սումգայիթի կոտորածները հայ եկեղեցին իր կապերով կապվեց Անդրկովկասի Շեյխուլ Իսլամի հետ, որը մինչև հիմա նույնն է, Ալլաշուկի Փաշազադեն է, եւ դրանից ընդամենը չանցած մեկ շաբաթ 10 օր հետո Ալլաշուկի Փաշազադեն իր գազիին ուղարկեց Հայաստան հանդիպելու Վազգեն Կապուցոկոսին։ Այդ դժվարին օրերին Վազգեն Կապուցոկոսը որոշեց, որ գազին մնա ավելի ապահով է եւ նաեւ մենք դրսեւորում ենք մեր միջկրոնական հարաբերությունների մի լավ օրինակ։ Եղան դժգոհություններ այն ժամանակվա մեր ազգակիցներից շատերը բողոքեցին եւ այլ, ամեն բարագային սա դիվանագիտական մի քայլ էր։ Եվ այս քայլը առաջինն էր, որ Փաշազադեն իր գազին ուղարկեց եւ դա մի տեսակ մեղայականի քայլ էր, ներողության քայլ էր, որից հետո 1988 թվականի մայիսին տեղի ունեցավ առաջին հանդիպումը պաշտոնական։ Այն ժամանակվա ռուս ուղղափառ եկեղեցու Իմեն Պատրիարքի միջնորդությամբ Վազգեն առաջին երջանկայիշատակ Կապուցոկոսի եւ Ալլաշուկյուր Փաշազադեի միջև։ Սա սկիզբը դրեց այն մշտական եռակողմ հանդիպումների, որոնք տևեցին մինչև իսկ 1921 թվականի 2021 թվականի հոկտեմբերի 13, որը եղավ մեր վերջին եռակողմ հանդիպումը Մոսկվայում նորից էլի Մոսկվայի եւ համահայրուսո պատրիարք Կիրիլի միջոցով եւ ջանքերով։ Այս բոլոր տարիների ընթացքում միշտ փորձ է արվել, որ հնարավորինս հատկապես այս հակամարտության մեջ չլինի թե կրոնական տարը դառնա ինչ-որ ձևով որպես գործոն։ Եվ այս տեսակետից բոլոր ջանքերով, ձեզ ասեմ, տարբեր ֆորումներով թե ադրբեջանական կողմը նույնպես
միշտ հայտարարել է, որ Արցախյան այս հակամարտությունը չի կրում իր մեջ կրոնական հակամարտության բնույթ, որը բնականաբար շատ կարևոր է, որովհետև գիտեք այս պարագային, երբ որ մտնում են այդ կրոնական տարրերը, մի կողմից պանիսլամիզմն է, մյուս կողմից քրիստոնեությունն է, որը կարող է պանիսլամիզմի պես ավելի չլինել։ Եվ որը որ շատ կարևոր էր մեզ համար։ Նույն այդպիսի ուրեմն քայլեր եղան 2010 թվականին։ 2010 թվականին Բաքվում տեղի ունեցող կրոնական առաջնորդների ժողովին Գարեգին II ամենայն հայոց կաթոլիկոսը համաձայնեց և մեկնեց Բաքու 2010 թվականին։ Մեկնեց Բաքու, որտեղ ուրեմն բացի մասնակցելուց բավականին երկար հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, նույնիսկ այցելեց Բաքվի հայ եկեղեցին, որը այսօր վերահսկված է գրադարանի, արխիվի, նման բանի, մի խոսքով այս մեկնումը քայլ էր նորից, ինչ-որ ձևով ոչ թե թշնամանքի, այլ հարաբերություններ մշակելու համար։ Եվ այսպիսով ձեզ ասեմ, որ հաջորդ տարի Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների կրոնական առաջնորդների ժողովը, որին եկավ և մասնակցեց Շեյխուլիսլամ Բալաշուքյուր Փաշազադեն։ Դա ուրեմն 2011 թվականի նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցավ այդ ժողովը։ Ուրեմն այսպիսով տեսանք, որ այս հարաբերությունները գոնե այն ժամանակվա համար մինչ պատերազմյան ինչ-որ ազդեցություն ու դեր ունեին ավելի խաղաղության և բարեկամական հարաբերություններ, բարեկամական ասածը բնականաբար դիվանագիտական բարեկամական հարաբերությունները, այս ինչ-որ ձևով։ Բացի դրանից հայ եկեղեցին հատկապես արցախյան հարցի շուրջ բավական մեծ գործ է կատարել դիվանագիտական բոլոր ատյաններում, ոչ միայն միջկրոնական կամ միջեկեղեցական կամ օտար եկեղեցիների և կրոնների, այլև զուտ քաղաքական, բոլոր կարևոր միջազգային քաղաքական ատյանների հետ մշտապես կապերը պահել, իր դիմումները արել, իր հայտարարությունները ուղարկել, կոչերը ուղարկել և բոլոր առիթներով այս հարցը բարձրացվել է ամբողջ այս 30 տարիների ընթացքում մշտապես։ Ես գոնե վերջին 15 տարին լինելով մայր աթոռում չեմ հիշում որևէ մի հանդիպում օտարերկրյա պետական քաղաքական գործիչների հետ, որպեսզի անպայմանորեն այս հարցերը չլրվեն, որը պատերազմից հետո բնականաբար քաղաքականիզած նաև դարձավ հումանիտար հարց։ Եվ պիտի ասեմ այստեղ, որ այս միջեկեղեցական և միջկրոնական դիվանագիտության հարաբերությունների միջոցով նաև բավականին հումանիտար հարցերի լուծումներ են։ Եթե օրինակներ ասենք, թե բերենք նախ հենց Արցախի շրջափակման ընթացքին հայ եկեղեցին բոլոր մեր թեմերի միջոցով կարողացավ լուրջ օգնություններ հավաքել և փոխանցել։ Ես միայն կարող եմ ասել, որ
միջնորդությունների միջոցով են եղել 500 տոննա կարողացանք մենք բեռներ ուղարկել այնտեղ։ Բացի դրանից զուտ էլի օտար եկեղեցիների համայնքների օգնությունները, որոնք իրենց համայնքների շրջանակում հանգանակություններ են անում, իսկ հանգանակություններ անում են այն բարակային, եթե ճանաչում են թե որ եկեղեցու համար են անում, որ ազգի համար են անում, եւ այդ անում են սիրելով եւ իրենց քրիստոնեական եղբայրությունը ցուցաբերելով։ Վերջին օրինակներից մեկը ասեմ ձեզ, որ Ռոդինյայի ուղղափառ եկեղեցու մի շրջանի հանգանակությունների միջոցներով 6 բնակարաններ ապահովեցին Արցախից մի տեղահանված ընտանիքների համար։ Մեծ բնակարաններ են բավական, որոնք իրենց այդ հանգանակությունը հավաքել էին եւ հայ եկեղեցու միջոցով ցանկացել են անդամ։ Մի ուրիշ հարց կա, որ ցավում եմ այս շրջանում շատ զգայուն է դարձել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, դա Արցախի հարց։ Պարզապես չգիտեմ ինչու շատ նույն կերպ ռեակցիաներ կան երկու կողմից, հատկապես հայ եկեղեցու գործողությունների եւ հայ եկեղեցու ռեակցիան օրինակ հենց վերջերս կայացած մայիսի 27-28-ին Բեռնում կայացած այդ եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ եւ հայ եկեղեցու ցանկով այդ համաժողովի նկատմամբ, որը որ շատ լուրջ ռեակցիա առաջացրեց ադրբեջանական կողմում ու նույն մի ռեակցիա երևի առաջացրեց Հայաստանում, չգիտեմ ինչու Արցախի մասին խոսելը կամաց դառնում է տաբու մեզ համար, արխիվված եւ վնասակար մի բան։ Պարզապես ես ուզում ձեզ մի փոքր հատված կարդալ Ալլաշուհի Փաշազադեի նամակից ուղղված եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին Երիքիվային, որտեղ գրում է. Որքան շուտ հեռանանք հայ եկեղեցու առաջնորդների ազդեցությունից, որոնց խաբերությունը, կողմնակալությունը եւ ռևանշիզմը հակասում են քրիստոնեական հավատքի սկզբունքներին եւ Հիսուս Քրիստոսի ուսմունքներին եւ որոնց պատիվն ու հեղինակությունը վիճարկվում են նույնիսկ իրենց սեփական երկրում եւ ովքեր կորցնում են իրենց հոգեվոր սրբությունը, այնքան ավելի քիչ վնաս կհասցվի եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային հեղինակությունը։ Այսինքն ուրիշ տեղեր, ուրիշ կետեր կան, բայց սա շատ հստակ պատկերն էր այդ համահունչ ցավի կրման։ Եվ ի վերջո ասեմ, որ հայ եկեղեցին դարեր շարունակ իր բոլոր ջանքերն ու միջոցները հայոց պետականության վերականգնման համար դրել է եւ հայոց պետականության իշխանության համար չի խնայի որևէ ժամանակ այսօր թե վաղ բոլոր միջոցներն ու բոլոր հնարավորությունները կողմից։ Շատ անման